Տաճկում, աբխազական հեքիաթ։ Լինում է չի լինում մի ծեր, ծույլ, խորամանկ ու խիստ շատախոս մարդ է լինում։ Անունը Տաճկում։ Մի անգամ աշնանային անձրևոտ մի գիշեր, երբ ինչպես ասում են շունն էլ դրսում չէր մնա, Տաճկումը դուրս է գալիս բակ, նայում մթագնած երկնքին ու գոռոզաբար այսպես ասում. Ինչ լավ գիշեր է, այ եթե մարդ դուրս գա, որքան ասես կարող է գողերից կողոպուտ խլել։ Այս խոսքերը լսելով Տաճկումի կինը մտածում է. Սա ինձ ձանձրացրեց իր պարծենկոտությամբ, հարմար առիթ է, և ես մեկ ընդմիշտ վերջ կտամ սրա ստախոսությանն ու պարծենկոտությանը։ Առանց երկար մտածելու կինը Տաճկումին տալիս է նրա հին մաշված յափնջին, ճամփորդական պայուսակը, որի մեջ դրել էր մի մախատ, մի կտոր թարմ պանիր և մի քիչ էլ ալյուր, տնից դուրս է անում և ասում է. Ձանձրացրել ես ինձ քո ստերով ու ծուլությամբ, գնա ուր ուզում ես, երբ տարիքիդ համեմատ խելահաս մարդ կդառնաս, կարող ես վերադառնալ, իսկ հիմա հեռացիր։ Եվ կինը դուռը շրխկացնելով փակում է նրա վրա։ Տաճկումը շատ է զղջում, բայց արդեն ուշ էր։ Նա գիտեր, որ պառավն իրեն էլ տուն չի թողնի, դրա համար էլ ձեռքը թափահարելով գնում է անորոշ ուղղությամբ։ Շատ է գնում թե քիչ, վերջապես հասնում է մի մեծ գետի և տեսնում, որ գետի մյուս ափին մի հսկա է կանգնած։ Հսկան տեսնելով Տաճկումին ձայն է տալիս. Էհեյ, մորեխ, եկ ինձ գետն անցկացրու։ Այ թե բան հնարեցիր, փրչոտ հաստագլուխ, ինքդ արի ինձ անցկացրու, թե չէ ուրիշ բանի պետք չես, համարձակ պատասխանում է ծեր Տաճկումը։ Նա այնքան անվախ էր խոսում, որովհետև գետը անձրևաջրերից վարարել էր, և հսկան ոչ մի կերպ չէր կարող անցնել և մոտենալ իրեն։ Հսկան այս պատասխանը լսելով խիստ զայրանում է։ Նա ափից մի մեծ քար է վերցնում և այնպես է սեղմում, որ ջուր է քամվում։ Ահա այս ձևով էլ հոգիդ կհանեմ, լպիրշի մեկը, բացականչում է հսկան։ Տաճկումը աննկատելիորեն պայուսակից հանում է պանիրը, կռանում է, ցույց տալու համար, թե իբր ինքն էլ է գետնից քար բարձրացնում, ապա պանրագունդը սեղմում է և նրանից ջուր է քամում։ Այ ճիշտ էսպես էլ հոգիդ կհանեմ, եթե ինձ հենց հիմա գետը չանցկացնես, սպառնում է Տաճկումը։ Այս անգամ հսկան մի ուրիշ քար է վերցնում և այնպես է սեղմում, որ քարը ավազ է դառնում։ Այ էսպես էլ քեզ փոշի կդարձնեմ հիմար ծերուկ, եթե ինձ գետը չանցկացնես։ Տաճկումը պայուսակից հանում է մի բուռ ալյուր, նորից կռանում է, դե ցույց տալու համար, որ իբր թե քար է բարձրացնում։ Նա ձեռքի մեջ ալյուրը սեղմում է քարի նման և շաղ տալիս գետնին։ Էյ, քանի դեռ բերանումդ շունչ կա ու անվնաս ես, գետն անցիր և ինձ մյուս ափը տար, թե չէ քեզ կփշրեմ ու ավազ կդարձնեմ, այ էսպես, սպառնում է Տաճկումը։ Հսկան վախենում է։ Նա ջրի ուժեղ հոսանքի հետ կռվելով դժվարությամբ անցնում է գետը և Տաճկումին նստեցնելով ուսերին տանում։ Գետի մեջտեղում հսկան զարմացած ասում է. Բայց ինչ թեթև ես ծերուկ։ Դա միայն քեզ թվում է, պատասխանում է Տաճկումը։ Դու հեշտությամբ ես ինձ տանում, որովհետև ես բռնել եմ երկնքի փեշից, իսկ եթե չբռնեմ, իմացիր, դու անկարող կլինես ինձ տանել։ Ապա ձեռքերդ մի քիչ բաց թող երկնքից, մի բռնիր, ասում է հսկան։ Տաճկումը մախատը հանում է և խրում հսկայի կռնակի մեջ։ Վայ, բռնիր երկնքից, մռնչում է հսկան, վայ բռնիր, թե չէ քեզ չեմ կարող պահել։ Տաճկումը թաքցնում է մախատը, իսկ հսկան
նրան առաջ է տանում։ Հսկան ծերուկին գետն անցկացնելուց հետո ասում է. «Գնա անտառից որսի կենդանիներ քշիր դեպի ինձ։ Ես նրանց կբռնեմ և մեզ համար նախաճաշ կպատրաստեմ»։ Տաճկումը թեև վախենում էր, բայց հրաժարվել ավելի վտանգավոր էր, և նա գնում է անտառ։ Անտառում վախից այնպիսի աղմուկ-աղաղակ է բարձրացնում, որ գազանները փախչում են ամեն կողմ, ցրիվ են գալիս այս ու այն կողմ։ Հսկան բավական շատ որս է բռնում, մաշկում ու մսերն էլ կախում է մի հսկա ծառի ճյուղից։ Քիչ անց տաճկումը վերադառնում է. «Ինչու ավելի շատ որս չքշեցիր, միթե սա մեզ կհերիքի», հարցնում է հսկան։ Տաճկումը այդքան շատ միս տեսնելով զարմանքից քար է կտրում, բայց և այնպես իրեն չի կորցնում։ «Դե անասելի վախկոտ էին այդ գազանները», ասում է նա, «հապճեպ այս ու այն կողմ էին փախչում, թե չէ ես իհարկե ավելի շատ կքշեի»։ Հսկան այս որ լսում է, տաճկումին ասում է. «Այս անգամ դու մնա այստեղ, ես կգնամ անտառի խորքից որս քշելու, իսկ դու նրանց մորթոտիր ու դասավորիր»։ Հսկան գնում է անտառ, սկսում է կոտրատել ծառերը, տրորել թփերը։ Գազանները նետվում են դեպի անտառի եզրը, ուր նստած էր տաճկումը։ Մեկ էլ հանկարծ տաճկումը տեսնում է, որ ուղիղ դեպի իրեն է վազում մի հսկա վարազ։ Ծերուկը հազիվ է կարողանում կախվել մի ցածր ճյուղից և ոտքերը վեր է քաշում, իսկ վարազը թափով հասնում է ծառին ու ժանիքներով խրվում նրա մեջ, անշարժանում։ Այստեղ տաճկումը ծառի փչակում մի փոքրիկ թռչուն է նկատում, բռնում է այն ու նստում ծառի տակ։ Վերադառնում է հսկան և հարցնում ծերուկին. «Իսկ ուր են անտառից քշածս գազանները»։ «Ահա բոլորը», պատասխանում է տաճկումը ցույց տալով վարազն ու թռչունը։ «Ուրիշ ոչինչ չեմ նկատել։ Վարազին բռնել եմ ու ժանիքներով խրել ծառի բնին։ Նա այնտեղ է, ինքդ մաշկիր, իսկ թռչունը ահա ձեռքումս է»։ Հսկան բարկանում է. «Մեծ բան ես արել, թռչուն ես բռնել, իսկը քեզ նման է, մեր ինչին է նա պետք»։ Տաճկումը ձեռքից բաց է թողնում թռչունը ու բացականչում. «Նայիր հսկա, եթե դու նրան չբռնես, ես քեզ ճիշտ այսպիսի թռչուն կդարձնեմ»։ Հսկան վախենում է և սկսում է վազել թռչունի հետևից։ Շատ է տանջվում, չարչարվում, բայց չի կարողանում բռնել։ «Դե լավ», ասում է տաճկումը, «ոչինչ, այս անգամ քեզ ներում եմ»։ Շփոթված հսկան որսը շալակելով տաճկումին առաջնորդում է իր կացարանը։ Այստեղ հսկան զբաղվում է ճաշի պատրաստությամբ։ Նա մի ճյուղ է պոկում, կանաչ ոստերը կտրատում և կեղևը հանելով շամփուր է պատրաստում։ Որսի միսը շարում է այդ շամփուրի վրա, իսկ ծերունուն խնդրում է գնալ փայտի։ Անտառում տաճկումը շատ է դեսուդեն ընկնում, բայց չգիտի ինչ անի։ Խեղճը ծառերը ջարդելու ուժ չուներ։ Վերջապես նա գլխի է ընկնում, թե ինչպես կարելի է ազատվել հսկայից։ Մի քանի վայրի խաղողի վազեր է կտրում, ոլորում ու միմյանց հետ հյուսելով փաթաթում է իր մոտ աճած հսկա ծառերին։ Հսկան սպասում, սակայն ծերունին այդպես էլ չի երևում։ Սպասելուց ձանձրանալով նա գնում է անտառ տաճկումին փնտրելու։ Գտնելով նրան, վիրավորված հարցնում է. «Այսքան ժամանակ ինչ էիր անում այստեղ, քեզ սպասելով համբերությունս հատավ»։ «Միթե չես տեսնում, թե ինչ եմ անում», ասում է տաճկումը։ «Տասնյակ ծառեր իրար եմ կապում, որպեսզի նրանց միանգամից քարշ տամ»։ «Ուրեմն ես այդքան պետք է սպասեմ, որ դու այդ գործը գլուխ բերես», փնթփնթում է հսկան ու մի մեծ ծառ արմատահան անելով տանում է։ Հսկան խարույկ է վառում և սկսում է միսը խորովել։ Երբ խորովածը պատրաստ էր, տաճկումն ասում է. «Ինչու նստենք այս ծուխ ու մխի մեջ, արի գնանք բակում ճաշենք»։ Իսկ բակը, ինչպես նկատել էր տաճկումը,
Վերջանում էր զառիթափ ձորափով։ Հսկան համաձայնվում է։ Երկուսն էլ գնում են բակ եւ նստում հենց ձորափին։ Հսկան տաճկումի առջև մի ամբողջ եղնիկ դնելով ասում է. «Կեր»։ Տաճկումը մի քանի փոքր կտոր ուտելով սկսում է մնացած մեծ կտորները աննկատելի շպրտել ձորը։ Հսկան այնպիսի ագահությամբ է խժռում, որ նույնիսկ չի նկատում խորամանկ ծերուկի արարքը։ Շուտով եւ հսկայի, եւ տաճկումի առաջ մնում են միայն ոսկորները։ Ասում է տաճկումը, էլի կուտեի, բայց արդեն բան չմնաց։ Հսկան շատ է զարմանում, նա երբեք այդպիսի շատակերի չէր հանդիպել։ Երբ մտնում է, տաճկումին առաջարկում է իր մոտ գիշերել, բայց սա վախենում է գիշերել միևնույն հարկի տակ, ուժեղ հսկայի կողքին, ասում է, որ ինքը միշտ քնում է բաց օդում։ Հսկան ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ ծերունու արարքը եւ մտածում է մի կերպ ազատվել նրանից։ Հենց որ ծերուկը քնի, նրան եռացրած ջրով կխաշեմ, մտածում է հսկան։ Խորամանկ տաճկումը հսկայի ծուռ հայացքից գլխի է ընկնում, որ նա ուզում է իր հաշիվը մաքրել եւ խիստ զգուշանում է։ Գիշերվա մի ժամանակ տաճկումը վերցնելով գերանը պարկեցնում է իր տեղը, ծածկում յափնջիով, իսկ ինքը թաքնվում է մի ծառի ետևում եւ սպասում է։ Կեսգիշերին հսկան կարծելով, որ ծերուկը քնած է, վեր է կենում եւ մի մեծ աման եռացրած ջուր բերելով լցնում է յափնջու վրա։ Դրանից հետո հանգիստ պառկում է, մտածելով, թե ծերունու բանը արդեն պրծած է։ Առավոտյան տաճկումը գալիս է հսկայի մոտ եւ ասում. «Այս գիշեր կարծես շատ շոգ էր, շատ էի քրտնել եւ վատ երազներ տեսա»։ Հսկան զարմանքից ուղղակի ապշում է, բայց ձայն չի հանում։ Սակայն տեղնուտեղը որոշում է, որ հաջորդ գիշեր ծերուկին վերջ կտա։ Երբ նա քնած լինի, շիկացրած երկաթով նրան կխարանեմ, մտածում է հսկան։ Եթե ես այդպես չանեմ, նա ինքը ին վերջը կտա։ Տաճկումը գիտեր, որ հսկան իրեն հանգիստ չի թողնի, եւ նախորդ գիշերվա նման գերանը դնում է յափնջու տակ, իսկ ինքը թաքնվում է։ Հսկան գիշերը գաղտագողի մոտենում է ծերունու անկողնում։ Շիկացած երկաթյա ձողը խրում է յափնջով ծածկված գերանի մեջ։ Այս անգամ արդեն ծերուկի հաշիվը վերջացավ, մտածում է հսկան եւ գնում քնելու։ Երբ հսկան հեռանում է, տաճկումը նոր միայն հանգիստ քուն է մտնում։ Առավոտյան տաճկումը մտնում է հսկայի մոտ եւ սկսում է հորանջելով գանգատվել։ Ամբողջ գիշեր ինչ որ փայտոչիլ ինձ կծում էր կծում եւ չթողեց որ հանգիստ քնեմ։ Սա ինչ զարմանալի մարդ է, մտածում է հսկան։ Եռացրած ջուրը ընդունում է որպես իր քրտինքը, շիկացած երկաթը որպես փայտոչիլի խայթոց։ Հսկան շատ է մտածում, թե վերջի վերջո ինչպես ազատվի ծերուկից, ու խորը հառաչում է։ Արտաշնչման ժամանակ ծերուկը թռչում է դեպի առաստաղն ու կպչելով գերանին բռնում է նրանից ու կախվում։ Հսկան զարմանում է. Ինչու թռար վերև, այդտեղ ինչ ես անելու։ Այսօր դեռ ոչինչ չեմ կերել, պատասխանում է տաճկումը, ուղղակի քաղցից մեռնում եմ, ուզում եմ գերանի վրա փորձել ատամներիս ամրությունը, որ հետո քեզ ուտեմ։ Հսկան սա որ լսում է, շատ է վախենում եւ առանց կատակի ասում է. Ինձնից ինչ ես ուզում, առանց այն էլ մենք ուտելու բան շատ ունենք, սպասիր, մենք հիմա կնստենք նախաճաշի։ Եվ նա տաճկումին օգնում է առաստաղից իջնելու, բերում է միսը եւ սկսում է տաճկումին պատվել, իսկ վերջինս վախից մի պատառ էլ չի ուտում, նրա ատամները սկսում են շխշխկալ։ Ինչ է պատահել քեզ, ինչու ոչինչ չես ուտում, հարցնում է հսկան։
Որսի մսից ձանձրացել եմ, ուզում եմ թեկուզ քիչ, բայց հսկայի միս ուտել, պատասխանում է տաճկումը։ Հսկան այնպես է վախենում, որ քիչ է մնում վերջին խելքն էլ թռցնի, տեղից պոկվում է ու փախչում անտառ։ Տաճկումն էլ երկար բարակ չի մտածում, հավաքում է հսկայի հոտն ու քշում դեպի իրենց գյուղը։ Բայց նա լավ հովիվ չէր և չի կարողանում հոտին տեր կանգնել։ Ճանապարհին ողջ հոտը ցրիվ է գալիս։ Տաճկումը վերադառնում է իր պառավի մոտ միայն մի կաղ ոչխար ուսին դրած։ Այս բոլոր արկածներից հետո տաճկումն այլևս սուտ չի խոսում, ոչ էլ պարծենում է, բայց այդպես էլ ազնիվ աշխատել նա չի սովորում և մնում է նույն թամբալը։